կմեծարենք Մարիամը։ Մեզ համար Քրիստոսն հետո երկրորդ մարդ էակն է, որ այս մոլորակին մեջ ապրած է եւ մեր փրկության համար շատ կարեւոր թեր ունեցած է եւ դակավին ունենա։ Այսինքն ինքը համբարձած է Քրիստոս իր քովը արած է եւ ինքը բոլոր սուրբերուն եւ սրբուհիներուն քուլուխն է։ Հետևաբար մենք կմեծարենք անոր նկարները, իկոնաները, որոշ եկեղեցիներ, արձանները կշինեն եւ աղոթներ ունենք մենք Մարիամին ուղղյալ։ Ուրեմն ես կուզեմ քիչ մտցեր միտքը լուսափանել այս հարցով, թե ինչ կնենք մենք։ Մարդումը կարելի է աղոթել։ Ինչու համար մենք Աստված գեցած դեղը Մարիամին գաղոթենք կամ սուրբերուն գաղոթենք։ Ուրեմն հարգավտ ասիկա երկար նույթ մնը, բայց սաբես պետք է բացատրեմ մեր եկեղեցու թիրքը։ Մեր եկեղեցին սուրբերուն կամ Մարիամ Աստվածածինին ուղղակի չաղոթեր։ Մենք բարեխոսությունը կխնդրենք, այսինքն մեզ համար աղոթեն, անոնց վերաբերյալ մեր աղոթքը Աստուծո կուղենք։ Այսինքն զորունակ ինչ կսենք եւ վասն սրբուֆո Աստվածածնին բարեխոսությանն դեր ընկալ զաղաչանս եւ գեցոս մեզ։ Սուրբ Մարիամ Աստվածածնին բարեխոսությամբ ընդունե մեր աղոթները դեր եւ յանք դուր մեզ է։ Ուրեմն մենք Մարիամին ուղղակի չենք աղոթեր, բայց Մարիամին աղոթները կխնդրենք, սուրբերու աղոթները կխնդրենք։ Ինչու համար է ասիկա, որովհետև մեր եկեղեցին մեջ ուղղակի Մարիամին ուղյալ աղոթքը չկա։ Եվ մենք արտոնված չենք Մարիամի նկարի առջև անցնել կամ եկեղեցի մտնել եւ ասել, որ ով Մարիամ օգնե ինձ։ Մեր դունին մեջ ալ չենք կրնար, ով Մարիամ մեզի օգնե, քեզ մե խնդրանք ունենք, չենք կրնար ասել։ Մեր աղոթքը պիտի բացվի հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո։ Սուրբ երրորդության աղոթքով կսկսի մեր բոլոր աղոթները։ Մեր ժամերկություններում մեջ շատ աղոթներ կան Մարիամին ուղյալ բարեխոսությամբ, բայց միշտ այդ բոլոր ժամերկությունները կսկսին Սուրբ երրորդության անունով կամ Սուրբ երրորդության անսերով։ Չկա այդպիսի աղոթք, որ ուղղակի Մարիամին կամ Սուրբին ուղենք։ Ինչու համար։ Որովհետև սիրելիներ աղոթքը մեզի Աստուծո մթնոլորտին կմոտեցնե։ Պետք է Աստուծո բացվենք եւ Աստուծո գապ հաստատենք եւ անոր ալփանալին Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մեզի գուքա Երբ որ մենք աղոթքի գնանք եւ մեզի գտնե աղոթքի մթնոլորտին մեջ, ուր Աստված գա, Հիսուս Քրիստոս գա, հրեշտակներ կան, գդարելա կորձված սուրբեր կան, մարգարեներ կան, այնպես որ աղոթքով մենք միայն Աստուծո չենք մոտենար։ Եբրայացված թուղթը շատ լավ կբացատրե։ Մենք կմոտենանք Աստուծո հետ եղած այս աշխարհեն չեղած, բայց Աստուծո հետ եղած այդ մեծ բազմության։ Հիմա եթե մեկը մտնե ինձ տեսնել ուզե հոստը, կարելի է որ միայն ինձ տեսնա առանց տեսնելու ցեզ։ Ուրեմն դու կալ հոսեք։ Ուրեմն երբ որ մեկը աղոթքի դրամատուրգիան կմտնե, ուրեմն Սուրբ Հոգին մեկին մեկ անոր գսե որ մենք մեծ բազմություն ենք։ Մենք ենք։ Անորամար Աստված ստեղծագործած ադենը գսե որ մեր նմանությամբ եւ բادرով մարդը ստեղծենք։ Աստված մենք գսե։ Այո, Սուրբ երրորդության համար գսե, բայց նաեւ Աստուծո շուրջը մեծ բազմություն կա։ Եվ Աստված մեր նողներու չէ, ողջերու Աստվածն է։ Գսե ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ։ Ուրեմն անոնք մերած չեն Աստուծո առջև, այլ ճիշտ հակառակը մեզ մե ավելի գենթանի են, ավելի մոտ են։ Հիշեցեք Աղքատ Ղազարոսի պատմությունը, Աղքատ Ղազարոսը մերազադեն ուր գերտա։
Աբրահամի քոքը գերտա հանի մերազեր այդ մարդը ուրեմն Աբրահամը գճանչնա Ղազարոսը որովհետև Ղազարոսը գճանչնար Աբրահամը Աղոթազադանի ադենը գսեր Աբրահամի աստվածը հետևաբար սիրելիներ մենք աղոթքի մտածադենս աստված մեզի կբացահայտե որ հաղորդություն մգա գապ մգա հարաբերություն մգա հավատացյալի աստուծո հետ միայն չէ իրարու հետ որովհետև մենք Քրիստոսի մարմինն ենք ամեն մեկս մգրդված ենք այս ընտանիքի մեկ մասն ենք եւ մեր հարաբերությունը աբրող քրիստոնյաներու հետ եւ ննչած քրիստոնյաներու հետ կշարունակվի մենք գիտնանք կամ չգիտնանք հիմա Ամերիկայի մեջ աբրող քրիստոնյաներու հետ ես կապ ունեմ ես չեմ գիտեր անուններն ալ չեմ գիտեր բայց քանի որ Քրիստոսի մարմինին մեջ ենք մենք կապ ունենք իրարու հետ հետևաբար Աստված սուրբերուն եւ եկեղեցին հայտնած է որ շատ կարեւոր է որ մենք աղոթած ադենը ըսկանք այդ մեծ բազմությունը Աստուծո մոդեցած այդ հաղթական եկեղեցին եւ այդ սուրբերու զորությունը ուրեմն երբ որ մենք այս աղոթքի մտնոլորտին մեջ Սուրբ Աստվածածինեն փամը գուզենք Սուրբ Քևորքյան փամը գուզենք Սուրբ Սարգիսյան փամը գուզենք ասիգա ընդունելի է ասիգա Աստուծո ինչպես ասենք Աստուծո հավասար մեկը լալով չենք ընդունել կամ ուղղակի անոր ուղված չենք ընդունել ինչ կսենք Սուրբ Հոգիի դնդեսության մեջ ուրեմն մենք կմոտենանք անոնց ուրեմն սա կնմանի ես սրտի խնդիր ունենամ ուրեմն Աստուծո պիտի աղոթեմ բայց պիտի երթամ բժիշկին իմ վստահած բժիշկին եւ պիտի ասեմ որ օգնե ինձ որովհետև դու քրիստոնյա ես եւ նաեւ այս հատկությունը ունես ուրեմն Սուրբ Հոգին Սուրբերուն ապրած ադենը շնորհներ տված է բժշկելու շնորհ մարգարեական շնորհ քարոզելու շնորհ ասկերը հավատքի բերելու շնորհ այս սուրբերը դիրոջ կողքացած ադենի չեն գործունեացած այդ շնորհները ճիշտ ագարակը ավելի զորացած է այդ շնորհները Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ապրած ադենը թակավորը եւ բոլոր ասկը հավատքի բերավ իր զորությունը չէ գործունեացած հետևաբար երբ որ ես աղոթքի մտնոլորտին մեջ երբ որ Աստուծո Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսին գմոդենամ այնադեն գրնամ ասել այն ժամանակ Սուրբ Գրիգոր ինձ համար բարեխոսե ինձի օգնե Մարիամ Աստվածածին բարեխոսե ինձ համար այս խնդիրը ունիմ ես անոր համար մեր եկեղեցին միջին դեղ գտնվի